Սիրելի ցուլեր, ասcendent-ի նշանով եւ արևի նշանով, ողջույն։ Այսօր դեկտեմբերի 26-ն է Վեներայի օրը, հենց ձեր մոլորակն է բաժին ընկել ձեզ սիրելի ցուլեր եւ նշեմ նաեւ, որ դուք փաստորեն 5-րդ տեղում հետընթաց եք ունեցել եւ հայտնվել եք երկրորդ վեցնյակում 8-րդ տեղում, այո, հետընթաց։ Իդեպ այսօր ես կներկայացնեմ հունվար ամսվա 2026 թվականի հունվար ամսվա համար կանխատեսումը եւ տեսնենք մոլորակների հերթական դասավորումը, տեղափոխումը ինչպիսի ազդեցություն կունենա ձեզ վրա։ Իհարկե լսում ենք ասcendent-ի նշանով, որը պայմանավորված է ձեր ծննդյան ճշգրիտ ժամի իմացությամբ, անպայման դա պիտի իմանաք եւ հետո լսեք արևի նշանը, որտեղ միայն արևի նշանով լսել դուք ամբողջական եզրակացություն չեք կարող կանխատեսում ամբողջովին, ուրեմն չեք կարող անցնել, չեք ստանա դա եւ դա իհարկե շատ կարեւոր է եւ նշեմ, որ ցանկացած նշան կարող է իր ասcendent-ի նշանը լինել ցուլը, այնպես որ դա վերաբերում է բոլորին եւ այսպես ինչ ունենք հունվար ամսին լիալուսին, նորալուսին, արևն է փոխում իր նշանը եւ Վեներան, Մերկուրին, Մարսը փոխում են իրենց նշանները, ինչպես նաեւ Նեպտունը կփոխի իր նշանը։ Նեպտունը ձկան նշանում էր գտնվում եւ հիմա հունվարի 26-ին 26 թվականի կմտնի դուրս կգա արդեն վերջնականապես ձկներից, ձկան նշանից եւ կտեղավորվի մինչեւ 2039 թվականը խոյի նշանում, դա սիրելի ցուլեր ասcendent-ով դա ձեր նախորդ նշանն է, 12-րդ տունն է, գիտեք տան առումով ինքը իրեն շատ լավ է զգում, նորից իր տանն է, ձեր դեպքում ցուլերի դեպքում ինքը իր տանն է, իր նշանում չէ, նշանի, այսպես 50-50 է ստացվում ձեր դեպքում եւ կրակի մեջ է բոլոր դեպքերում ինքը ջրի մոլորակը իր համար դժվար է, ինչ խոսք կրակի նշանում, բոլոր դեպքերում իր համար 50-50-ը դուք ապահովում եք, հավանաբար որոշակի ձեր կյանքում հարցեր կլինեն, որ գաղտնի կմնան, որոշ բաներ կբացահայտվեն առաջիկա տարիների ընթացքում, դա պայմանավորված ձեր անձնական քարտեզի եւ այսպես սկսենք հունվարի 3-ից, երբ տեղի կունենա լիալուսինը Հայաստանի ժամանակով 14:02 րոպե 43 վայրկյան, արևի լուսինը կհակադրվեն 14 աստիճանում եւ լուսինը կգտնվի լիալուսինի ժամանակ լուսինը կգտնվի խեց գետնի նշանում, ջրի նշանում է, ձեզ համար դա լավ է սիրելի ցուլեր, իսկ կարծում եմ մինչեւ հունվարի 3-ը այստեղ որոշակի հարցեր ամենայն դեպս հարազատների հետ քննարկում, ընկերների հետ, այդպես հանդիպումներ, քննարկումներ կարող են լինել եւ դրական արդյունքը դա կարող է ունենալ մինչեւ հունվար 3-ը, ոմանց որ գիտեք արդեն իրենք այդ դրական ուղղվածությունը նկատել են, այնպես որ դա մինչև հունվարի 3-ն է լինելու, դա կարող է կապված լինել ընտանիքի երեխաների հետ կապված, հարազատների հետ կապված, արտերկրի, իդեպ ասcendent-ով ցուլերի մոտ արտերկրի թեման բավականին ակտիվ է եւ ասեմ, որ մասնավորապես 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին, եթե դուք ուշադիր եղեք սիրելի ասcendent-ով ցուլեր, եթե դուք կարիճի նշանում, կույսի նշանում, ցուլի նշանում, ձկան նշանում ունեք 15 աշճանից կամ միգուցե 13-ը եւս կարելի ասել դեպի մինչեւ 30 աստիճան, հա, եթե դուք այդտեղ մոլորակներ ունեք, ուրեմն ձեզ համար միանշանակ այդ օրերին 6, 7, 8, 9 իհարկե 3-ից երևի թե սկսենք, ուրեմն ձեզ մոտ կլինեն լավ իրադարձություններ միանշանակ, իհարկե նայած որ նշանում է ինքը գտնվում, ոմանց մոտ հնարավոր է որ դա պարտներին վերաբերի, ինչ որ ասենք համագործակցություն,
ցանկացած երկրորդ անձի հետ կապված ինչ որ լավ լուր կամ ինքը ձեզ լավ լուր ասի կամ իր մասին լավ լուր լսեք, ոմանց մոտ իրենց բիզնեսին կարող է վերաբերել, սիրո թեմային կարող է վերաբերել կամ երեխայի թեմային, ոմանց մոտ էլ ուղղակի իրենց գաղափարակիցներն են, ընկերներն են եւ այլն։ Այսպեսի հարցեր կլինեն եւ հենց անձամբ տվյալ, ասենք հենց ցուլերին վերաբերող հարցեր կլինեն, այնպես որ այստեղ արտերկրից հնարավոր է ուրեմն նվերներ լինեն, հնարավոր է լավ լուր լսեք, բոլոր դեպքերում այստեղ ինչ որ մի լավ իրադարձություն կարող է կատարվել, նույնիսկ եթե դատական հարցերում այստեղ ներգրավվածություն ունեք, եւս կարող են լավ ուրեմն արդյունքներ ունենալ, եթե տվյալ մոլորակներում ունեք նշաններում ունեք մոլորակ, իսկ եթե ձեր մոլորակները գտնվում են, ասենք ունեք կշարքի նշանում, խոյի նշանում, խեցգետնի նշանում, այդ դեպքում արդեն ինչ որ ասեցի հակառակը կկատարվի, որոշակի դժվարություններ կլինեն ձեր աշխատանքի, առողջության հետ կապված եւ այլն կամ արտերկրի թեմայի հետ ուրեմն կապված կլինեն որոշակի ոչ այնքան լավ իրադարձություններ, այնպես որ ցանկալի է որ դուք իմանաք ձեր քարտեզը, դա բարդ բան չի, կարող եք ձեր տվյալները տեղադրել ուրեմն ինտերնետում աստղաբանական որևէ քարտեզում կամ սոցիալ on-line-ում եւ եթե ժամներ գիտեք առավել եւս ճշգրիտ ժամը եթե գիտեք տեղադրեք եւ հասկանաք թե ձեր մոլորակները ինչ նշաններում են գտնվում եւ այդպես արդեն կհասկանաք թե ես ինչ եմ ձեզ ասում դա նույնիսկ եմ ասում բարդ բան չի իսկ նրանք ովքեր դա էլ չեն կարողանում այդ արդեն իրենց խնդիրն է որ իրանք գնացեք սովորեք, իմացեք, օգտվել եւ դա արեք, որովհետեւ այստեղ, ինչպես արդեն ասել եմ, գիմնաստատու հեքիաթները չեն պատմվում, այստեղ պրոֆեսիոնալ աստրոլոգիա է հարգելիներս։ Ուրեմն, անցնենք առաջ նորալուսինը ուզում եմ միանգամից ներկայացնել հունվարի 18-ին ժամը 23:51:47 Արևի լուսինը կմիավորվեն եւ այդտեղ ջուրի նշանում 29 աշճանում տեղի կունենա նորալուսինը։ Ասեմ ձեզ սիրելի ցուլեր, որ այս լիալուսինը եւ նորալուսինը բոլոր դեպքերում ձեզ համար շատ ավելի բարենպաստ առանցքում է տեղի ունենում, այնպես որ շատերի համար նորից ասեմ պայմանավորված է թե դուք ինչ մոլորակներում ունեք նշաններ, դրա համար եմ ասում մեծամասնության համար այս նորալուսինը եւ լիալուսինը կարող է բերել հաջողություններ եւ կարող են լավ իրադարձություններ լինել ձեր կյանքում իհարկե այնտեղ արդեն միգուցե դրանից հետո եւ փոփոխություն կլինի այդ ժամանակ նոր խնդիրներ կարող են առաջանալ ձեզ մոտ ասենք 1 ամիս հետո փետրվարի կեսերին այստեղ կարող են խնդիրներ առաջանալ ձեր կարիերայի հետ կապված կամ ասենք ընտանեկան թեմաների հետ կապված եւ գիտեք ես ուրեմն նշեմ ձեզ համար որ ուրեմն իհարկե արդեն ասացի տեսեք ասեմ նշեցի որ լավ է լինելու ձեզ համար հա բայց եթե դուք ուշադիր ես նույնիսկ եմ ուզում ասել եթե դուք կշարքի խոյի խեցգետնի նշանում ունեք ուրեմն մոլորակներ 15 աշճանից մինչև 30 աշճանը այդ դեպքում արդեն միանշանակ կլինեն որոշակի դժվարություններ սա ուղղակի նշեմ երկրորդ անգամ եմ արդեն նշում, ինչևէ անցնենք առաջ հունվարի 17-ին մինչև փետրվարի 10-ը 26 թվականի Վեներան է փոխելու իր նշանը, ձեր մոլորակը սիրելի ցուլեր կտեղավորվի ջրոսի նշանում, իհարկե այստեղ ձեզ համար ծախսեր կլինեն միանշանակ, միգուցե ոչ ձեր ցանկությամբ, բայց դուք ստիպված կլինեք որոշակի գումար ծախսել Եվ դա իհարկե պայմանավորված է դեռևս ինքը մինչև փետրվարի 10-ը մնալու է, հնարավոր է նաև գումարներ լինեն, գումարներ աշխատեք, ֆինանսներ ձեզ գան, բայց հնարավոր է նաև լինեն ծախսեր ըստ ձեր անձնական քարտեզի։ Եվ 20-ին Արևը եւ Մերկուրին միաժամանակ իրեն կմտնեն ջրհոսի նշան նորից եւ 23-ին Մարսն է մտնելու ջրհոսի նշան, դա ձեր 10-րդ տանն է։ Հիմնականում ձեր նպատակներն են, ձեր կարիերայի հարցն է, որ ձեզ անհանգստացնում է եւ հնարավոր է որ
տեսեք որոշակի իրադարձություններ կկատարվեն այդ ձեր նպատակների հետ կապված արտերկրի հետ կարող է ասցենտովցուլերը մասնավորապես այնտեղ որոշակի գործողություններ կլինեն դուք այդ ինֆորմացիան կիմանաք կամ հենց ձեր հետ անմիջապես դա կարող է կատարվել եւ դա արդեն հիմքը կհանդիսանա, որ հունվարի կեսերից սկսած արդեն որոշակի փոփոխություններ կլինեն նաև ձեր կարիերայի հարցում, ձեր նպատակների հարցում, այսինքն այդ իրադարձություններ, որ հունվարի առաջի կեսին են կատարվելու, հնարավոր է, որ փոխեն ընթացքը եւ արդեն հունվարի երկրորդ կեսին այլ իրադարձություններ լինեն։ Ձեզ մոտ այսպես կարող է ինքը խաղարկվել այնպես որ մեծ հաշվով Մարսը ճիշտ է արևը ինքը գտնվում է ուրեմն վտարման մեջ, այսպես ասենք ջրհոսի նշանում, հա, արևը իրեն լավ չի զգում, բայց մեծ հաշվով Մարսը Վեներան եւս կարող է այդպես իրեն շատ ավելի ազատ ու լավ զգալ Մարսն իրեն լավ կարող է զգալ ինչու համար այսինքն թե ձեր հանդիպումները բարձրաչափ մարդկանց հետ կարող են լինել հանդիպումներ խոսակցություններ եւ դուք այդ հարցում կարող եք ակտիվ լինել մանավանդ եթե ձեր միջավայրում շրջապատում կան մարդիկ որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում կամ իրենց մակարդակով շատ բարձր են իրենց տեսակով բարձր են, հա, դուք բարձր եք գնահատում այդ մարդկանց հետ կունենաք հանդիպումներ ձեր ղեկավարների հետ միգուցե նորից հանդիպումներ կազմակերպեք ինչևէ ուշադրություն եք դարձնում ձեր առողջական վիճակին անպայման եւ այդքան շատ հանդիպումներ մի ունեցեք որպեսզի խնդիրներ չառաջանան առողջական ինչևէ ձեր անձնական քարտեզը ցույց կտա թե դրանք ինչպես կարող են ընթանան ինչ կարող է լինել եւ մասնավորապես եթե դուք շատ ուրեմն մոլորակներ ունեք ձեր նշանում միանշանակ այստեղ որոշակի հարցեր կան որ ձեր կարիերայի հետ կապված դուք պետք է կարգավորեք վերանայեք ընդհանրապես ձեր վիճակը, հա, կարգավիճակը ձեր աշխատանքի հետ կապված եւ Նեպտունի մասին արդեն ասացի սա է հիմնականում ես հունվար ամիսը բաժանում եմ երկու հավասար մասերի առաջինում այլ գործողություններ են կատարվում երկրորդ հատվածում լրիվ հակադիր այլ գործողություններ են կատարվում բոլոր դեպքերում ուզում եմ զգուշացնել որ ֆինանսական հարցերում ցանկալի չէ գումար պարտք տալ վերցնել բանկերի հետ գործողություններում եւս լինում եք ուշադիր եւ այստեղ հնարավոր է գումարներ ծախսվեն, ինչևէ սա նորից ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, հնարավոր է նաև ինչ որ մեծ գումար եւ վաստակել եւ իհարկե նաև կորցնել։ Ամեն դեպքում այստեղ հնարավոր է որ ապրումները խորը լինեն որոշ հարցերի ձեր անձնական քարտեզի որոշ հարցերի շուրջ այստեղ հնարավոր է որ պարտների հետ գործնական թե անձնական որոշակի բացահայտումներ եթե ձեզ համար ինչ որ հարցեր հարաբերություններ մութ էին ես կարծում եմ շատերը այդ հարաբերությունները բարձեցին հասկացան եւ անձնական կյանքում եւս Եվ հիմա այստեղ ֆինանսներին եք ուշադրություն դարձնում, որպեսզի կարողանաք ճիշտ ծախսել ֆինանսները, չնայած կարծում եմ ֆինանսական հոսքեր կլինեն ամեն դեպքում եւ փորձում եք այդ առումով ուշադիր եղեք, որպեսզի մեծ գումար եւս չկորցնեք, որովհետեւ դա եւս կարող է ինչ որ խորը ապրումներ ձեզ պատճառել եւ հակառակը հնարավոր է որ այդպես ձեզ բազում նվերներ տան դա էլ է հնարավոր նորից ասեմ ձեր անձնական քարտեզով պայմանավորված եւ նշենք նաեւ որ Ուրանը սիրելիցուներ որ ձեզ այդքան անհանգստացրել շատ փոփոխություններ 7 տարի ինքը 26 թվականի ապրիլին նոր ինքը դուրս կգա շատ փոփոխություններ եղան միանշանակ ձեր կյանքում ասցենտով ցուլերին էլ է վերաբերում սա եւ արևի նշանով ցուլերին է վերաբերում ինքը արդեն դուրս կգա եւ դուք խորը շունչ կքաշեք բայց այս անգամ արդեն ինքը կզբաղվի ձեր ֆինանսներով այնպես որ ուշադիր եղեք եւ այստեղ
դուք այժմյանից սկսած պետք է ուշադրություն դարձնեք այդ ամենին, մնացածը ձեր քարտեզը ցույց կտա անձնական, թե երբ կարող եք գումարներ կորցնել եւ երբ հնարավոր է նաեւ գումարներ ստանաք։ Այսպիսի իրավիճակներ կլինեն, իսկ ես այսքանով ավարտեմ, որտեղ հիմնական իրադարձությունները սրանք էին հունվարին, ակտիվ եղեք, մեկնաբանություններում գրեք ձեր տպավորությունները, արդյոք օգտակար եղան խորհուրդները, կատարվեցին, թե ոչ եւ այլն։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս եւ ես կներկայացնեմ փետրվար ամսվա համար կանխատեսումները եւ քիչ էր մնում մոռանայի եւ ձեր նշանի համար չշնորհավորեի, մինչդեռ ես հիշեցի եւ շնորհավորում եմ սիրելի ցուլեր ասցենտի նշանով եւ արևի նշանով ձեր ամանորը, որտեղ դուք նշում եք նոր տարին, ես չեմ կարող ձեզ միանալ, որովհետեւ ես մարտին եմ նշելու, բոլոր դեպքերում ես ցանկանում եմ, որ ձեր նպատակները իրականանան, ֆինանսներ չկորցնեք, այլ ավելի շատ ֆինանսներ գանձես եւ դուք կարողանաք ձեր բոլոր ցանկությունները, կարիքները հոգաք, ինչեւէ, այսքանը լավ եղեք, ամենալավն ու բարին ձեզ, կարևորը բերի ձեզ հաջողություն, առողջություն, որ ունենաք, մնացածը արդեն կհասցնեք անել, այսքանը եւ գիտելիքներ ու նորից գիտելիքներ, այսքանը լավ եղեք, կհանդիպենք առայժմ։